Մերձավոր Արևելքում հրթիռային հարվածները շարունակվում են։ Գիշերը Իրանի ուղղությամբ բալիստիկ հրթիռներով հարձակումը իրականացվել է 3 անգամ։ Օդային տագնապ է եղել նաև Իսրայելի կենտրոնական հատվածում, Երուսաղեմի շրջակայքում եւ Արևմտյան ափի որոշ տարածքներում։ Նաև հայտնի է դարձել այն, որ հազարավոր իրաքցի քուրդ մարտիկներ Իրանի դեմ սկսել են ցամաքային հարձակում։ Սակայն Fox News-ի տարածած այս տեղեկությունը կտրականապես հերքում է Քուրդիստանի կուսակցություններից մեկի ներկայացուցիչը։ Տեղեկությունը, թե ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական գործակալությունը աշխատում էր Իրանում ապստամբություն կազմակերպելու նպատակով քրդական ուժերը զինելու վրա, հերքվել է նաև Սպիտակ տանը։ Ինչ վերաբերում է Շրի Լանկայի տարածքային ջրերում իրանական ռազմական նավի վրա իրականացված հարվածին, դրա հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ։ Մոտ 68 մարդ այս պահի դրությամբ համարվում է անհետ կորած։ ԱՄՆ-ի ռազմական նախարարը հայտարարում է, որ իրանական նավի վրա հարձակումը իրականացրել է ամերիկյան Սուզանավը տորպեդոյով, ինչը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստորջրյա տորպեդոյի կիրառման առաջին դեպքն էր։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաքննում է Իրանում դպրոցի վրա իրականացված հարվածը։ Ամերիկայի ռազմական նախարար Փիթ Հեքսեթի խոսքով քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունը երբեք չեն եղել Ամերիկայի թիրախը, եւ նրանք երբեք չեն հարվածել քաղաքացիական օբյեկտներին։ Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 150 մարդ։ Իսկ ինքը ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ Վաշինգտոնը ճակատում լավ է աշխատում։ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմի առաջին օրերը հայտարարել է Ամերիկայի մեծ հաջողություն, եւ այդ հաջողությունը գնահատել է 10 բալանոց սանդղակից մոտավորապես 15-ով։ Եթե երկկողմ հարձակումները սկսվեն եւ շարունակվեն այսպես, կա վտանգ, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։ Այս մասին հայտարարել է Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը։ Կայա Կալասի խոսքով այսօր եվրոպացի առաջնորդները նախարարական հանդիպման ժամանակ կքննարկեն, թե ինչ կարող են անել հրադադարին հասնելու համար։ Կայա Կալասը կասկածներ է հայտնել Իրանի հակամարտության ակտիվ փուլը երկար ժամանակ պահպանելու կարողության վերաբերյալ։ Նրա խոսքով Իրանին Ռուսաստանը չի աջակցում եւ իրականում երկիրը միայնակ է պայքարում։ Վրաստանի խորհրդարանի նախագահը գնահատում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները եւ հայտարարում, որ աշխարհում պատերազմ սկսելը շատ հեշտ է։ Հակամարտության պատճառներ միշտ կան, սակայն Վրաստանի ներկայիս իշխանությունը կարողանում է պահպանել խաղաղությունը։ Հեռուստաընկերություններից մեկի եթերում Շալվա Պապուաշվիլին նշել է, որ այնինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, անպայման վերաբերում է նաեւ Վրաստանին։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից իրականացվել է հատուկ չվերթ։ Հայրենիք է վերադարձել Վրաստանի 171 քաղաքացի։ Վրաստանի կառավարության կողմից կազմակերպված հատուկ չվերթները նախատեսված են նաև այսօր։ Վրաստանի դեսպանությունները շարունակում են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Վրաստանի քաղաքացիներին Արաբական Միացյալ Էմիրություններում, Կատարի պետությունում եւ Սաուդյան Արաբիայի թագավորությունում։ Այսօր խորհրդարանում տեղի կունենա գների ուսումնասիրման ժամանակավոր քննիչ հանձնաժողովի աշխատանքային հանդիպումը, որին կմասնակցեն խոշոր դիստրիբուցիոն ընկերությունները։ Նշված ընկերությունները սուպերմարկետներին, մանրածախ ցանցերին եւ խանութներին մատակարարում են սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Հանձնաժողովը շարունակում է գների հետազոտությունները եւ աշխատանքը հավանաբար կավարտի մինչեւ ապրիլի վերջ։